Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հարավային Կովկասը խաղաղ, բարեկեցիկ ու զարգացող լինելու պատմական շանս ունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում։ Վարչապետը Վրաստանի եւ Ադրբեջանի գործընկերներ Իրակլի Կոբախիձեի եւ Ալի Ասադովի հետ մասնակցել է համաժողովի բարձր մակարդակի նիստին։ Վարչապետի ելույթի մանրամասները տեսանյութում։ Ճիշտ 2 տարի առաջ Մետաքսի ճանապարհ համաժողովում էր, որ Հայաստանի վարչապետը ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Իսկ այդ նախագծի առանցքում տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցության զարգացման գաղափարն էր։ Սա հիշատակելով Նիկոլ Փաշինյանը գործընկերների հետ կիսում է այս առումով ունեցած հաջողությունը, որի ապացույցը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության հռչակագիրն էր։ Եվ հենց այդ համատեքստում է Նիկոլ Փաշինյանը դիտարկում Ադրբեջանի այն որոշումը, որի մասին պաշտոնապես հայտնի դարձավ 1 օր առաջ։ Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից, Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Ինչպես սահմանված էր Վաշինգտոնյան հռչակագրով, թրիփի հետ կապված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Հայաստանն ու Միացյալ Նահանգները արդեն իսկ սկսել են համատեղ աշխատանքը։ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում էլ հույսն ավելանում է։ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է նաև ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, բայց այստեղ ենթակառուցվածքների բացակայության խնդիր կա։ Տեխնիկական առումով առայժմ հնարավոր չէ Թուրքիայի եւ Նախիջևանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը, թեև քաղաքական առումով Հայաստանը դարձյալ պատրաստ է։ Այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ եւ վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախճեվան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Ինչպես ասացի, կապահովի նաև երկաթուղային եւ ավտոտրանսպորտային կապը։ Այս ամենը քննարկման մեջ է Trip-Route ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Արդյոք տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը միմյանց հետ մրցակիցներ չեն։ Այս մասին մեկնաբանություններին անդրադառնալիս վարչապետը խոսքը այսպես է ձևակերպում։ Բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին, մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց Սև ծով երկաթուղին, ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի եւ Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Trip-Route նախագիծը, Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու, մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։
Մատնանշելով այն, որ միջազգային հանրության հետաքրքրությունը կենտրոնացած է մեր տարածաշրջանի վրա, վարչապետը նշում է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է ճիշտ օգտագործեն այդ հնարավորությունը։ Մենք ի վերջո ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ եւ զարգացող հարավային Կովկաս։ Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ հակառակը կոմերցիոն բեռները, խողովակաշարերը եւ էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության եւ բարեկեցության մշտական ուղեկիցը։ Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան եւ մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել հարավային Կովկաս։ Ինչպես են տնտեսական կապերն ու տարածաշրջանի համագործակցությունը ամրապնդում տարածաշրջանի փոխկապակցվածությունը։ Համաժողովի մոդերատորի այս հարցադրմանն էլ պատասխանելիս Հայաստանի վարչապետը նշում է. Երբ որ երկրները սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, դա ինչ էֆեկտի է բերում, դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու եւ հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում եւ հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետև շատ կարևոր է, որ երկրները, ես տվյալ դեպքում հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում, մենք իրար հետ հաղորդակցվելիս, մենք վստահ լինենք, որ հաղորդակցվում ենք իրար հետ եւ մենք կարող ենք հասնել ձեռք բերել պայմանավորվածություններ եւ իրականացնել այդ պայմանավորվածությունները։ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնելով գործընկերներին, այդ թվում Ադրբեջանի վարչապետին դրական շեշտադրումների համար, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 1 տարի առաջ նման բան հնարավոր չէր։ Այսօրվա այս դրական մթնոլորտը ինչի մասին է։ Մենք դա չի նշանակում, որ մեր կոնֆլիկտի պատմությունը վերացել է, ուղղակի մի օրում ջնջվել է։ Ոչ չի կարող լինել այդպիսի բան։ Նշանակում է ուրիշ բան, որ մենք սկսել ենք մի փոքր ավելի շատ նկատել, որ հարավային Կովկասի երկրները, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն ընդհանուր շահեր եւ կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերը ունեն ռազմավարական նշանակություն։ Կառավարության ղեկավարը նշում է նաև, որ հակառակ կոնֆլիկտների, հակասությունների հարավային Կովկասի երկրների ճակատագրերը ունեն որոշակի փոխկապակցվածություններ, ապա նաև առաջարկում է առկա էներգիան օգտագործել հարավային Կովկասում համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել կառավարության այդ հարցու պատասխանը, որին ընդդիմությունը չի մասնակցել։ Վարչապետն անդրադարձել է նաև Տեր Արամ Քահանային կարգալույց անելու մայրաթոռի որոշմանը։ Երեք մեր մտահոգությունները իրականացվեց եւ Տեր Արամ Քահանան կարգալույց հռչակվեց եւ դրանից հետո դուք հայտարարեցիք, որ պատրաստվում եք առաջիկա կիրակի օրը մասնակցեք Հովանավանքում հենց Տեր Արամ Քահանա ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին։ Ցանկանում եմ ճշտել, ինչ հանգամանքով է պայմանավորված ձեր այս որոշումը։ Հովանավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգեվոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգեվոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է։ Եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցում։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգեվոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։
ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը, եթե կարգալույծը է արել, այդ նշանակում է, որ այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետեւ եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, այդ նշան ապացույցն է նրա քահանա օծված լինելու եւ ես համարում եմ, որ հոգեվոր կյանքի մեծ հավանականության իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ։ Մենք այստեղ սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրում, ԲԴԽ-ի անդամների կեսին, Վճռաբեկ դատարանի դատավորներին, բայց շատ ֆորմալ է դա, հետո երբ որ հարցեր են ուղղում դատավորներին կամ Բարշակույն դատական խորհրդի անդամներին, անընդհատ այդ բանն ենք բախվում, մենք հաշվետու չենք ազգային ժողովի առաջ եւ այդ հարցերը մնում են օդում։ Ուստի համաձայն եմ, որ նոր սահմանադրությունը պիտի լուծի այդ հարցը։ Միջայլոց ասեմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց խնդրեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Ես կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք, ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել, միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլը չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդկա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդկա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռմեռակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալը, որևէ բացատրություն տվել է։
Կագեբեի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան քննարկման մասնակիցների հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու եւ դրական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը ուղղված փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է ցանկացած տեսակի արգելքները դեպի Հայաստան բեռների տարածման համար։ Հայտարարությանը արձագանքներ են եղել նաև Եվրոպայից։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, բայց նախ Ալիևի հիշատակած բեռը տեղ հասել է։ Թեև երեք Ալիևը ասել էր, որ Ղազախստանից այդ բեռը Հայաստան արդեն եկել է, այսինքն որպես կայացած փաստի մասին էր դա ասել, մինչ օրս, որքան ես գիտեմ, մինչ այս ժամը ամենայն դեպս որևէ տեղեկություն չկա այդ բեռի տեղ հասնելու եւ անգամ տեղեկություն չկա, արդյոք այն արդեն դուրս է եկել ղազախական Ակտաու նավահանգստից։ Այդ լուրը արդեն մեկնաբանում են եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, մասնավորապես Եվրամիության հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Ադրբեջանի ղեկավարի այդ որոշումը եւ թեմային անդրադարձել է այսօր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում այդ Մետաքսեուղի ֆորումի ժամանակ նա ասել է, որ ղազախական
հացահատիկի Հայաստան դեպի տարանցման այդ արտոնությունը վկայում է այն մասին, որ արդեն գործնական քայլեր են իրականացվում միջանցքի նախագիծը իրականություն դարձնելու համար։ Եվ կարևոր է, որ հենց Ադրբեջանի վարչապետի շուրթերից է հնչում այն, որ դա միջանցքի մասն է այս Ադրբեջանի ձգտումը, հա, այսինքն այդ արտոնությունը տվել են ոչ թե դեպի Հայաստան ինչ որ բարի կամքի քայլ անելու համար, այլ որպեսզի օր առաջ իրականություն դառնա միջանցքը, որը բխում է հենց Ադրբեջանի շահերից։ Դա նաև այսպես ազդակ է ուղղված Բաքվի կողմից Մոսկվային այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանի փոխարեն զբաղեցնել այս շղթայում տեղը եւ տարանցիկ պետություն դառնալ Ռուսաստանի փոխարեն դուրս մղելով Ռուսաստանը այս շղթայից։ Այսինքն դա Ադրբեջանին էր պետք առաջին հերթին, այլ ոչ թե մեզ, թեև մենք եւս այստեղ որոշակի շահ ունենք։ Բացի այդ, նաև սա իհարկե այսպես արդյունավետ քայլ է, որի նպատակն է բարի համբավ ձեռք բերել միջազգային հանրության աչքերում եւ կրկին մեզ վրա դա վաճառելը որպես միայն մեր համար կատարված ինչ որ բալիքարի դրսևորում, այդքան էլ տպավորիչ չէ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ միաժամանակ Իլհամ Ալիևը շարունակել է խոսել նաև Զանգեզուրի միջանցքի մասին։ Արդյոք ադրբեջանական մամուլում գրում են, որ Բաքվի այդ քայլին Հայաստանը պատրաստ է համարժեք քայլով պատասխանել։ Ինչ քայլի մասին կարող է խոսք լինել։ Սպասում են ինչ որ համարժեք քայլերի, թեև ինչպես ասացի, իրենց կողմից դա ոչ թե մեզ ուղղված քայլեր, այլ իրենց շահից բխող քայլ, բայց ինչևէ Հայաստանի վարչապետը այսօր Թբիլիսիում հստակ հիշեցրեց, որ իրականում այդ քայլը առաջինը հենց Հայաստանն է արել։ Դեռ 2 տարի առաջ Հայաստանի վարչապետը հստակ ասել է, որ ցանկացած պահին, երբ Ադրբեջանը ցանկություն հայտնի Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխել Նախիջևան, դրա հնարավորությունը կստանա։ Ադրբեջանը այդ ամենին որևէ կերպ չի արձագանքել, հա, եւ այսօր վարչապետը կրկին հիշեցրեց իր այդ պատրաստակամությունը եւ եթե Ադրբեջանը ցանկություն ունի Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս ճանապարհը օգտագործելու դեպի Նախիջևան բեռներ տեղափոխելու համար, ապա Հայաստանը պատրաստ է դա անել եւ կրկին որևէ արձագանք չկա։ Ավելին Հայաստանը պատրաստ էր ավելին քան արեց Ադրբեջանը, քանի որ մենք այս դեպքում պատրաստ ենք բացել սահմանը հատուկ Ադրբեջանի համար։ Մինչդեռ Ադրբեջանը այդ ղազախական հացահատիկի համար Հայաստանի հետ իր սահմանը բացել մտադիր չէ, այլ այդ բեռը պետք է հասնի Հայաստան-Վրաստանի տարածքով։ Բացի այդ հիշեցնեմ, որ առաջինը իր տարածքը Հայաստանն է տրամադրել Ադրբեջանին դեռ 2 տարի առաջ, երբ իր օդային տարածքը բացեց ադրբեջանական ինքնաթիռների համար, որոնք թռչում էին դեպի Նախիջևան եւ Թուրքիա։ Ադրբեջանը 2 տարի անց միայն պատասխանեց հայելային քայլով։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ իսկապես Ադրբեջանը այսպես ընդամենը փորձում է տպավորություն ստեղծել, որ առաջին քայլն է անում, առաջին քայլը Հայաստանը արել է վաղուց եւ միայն այսօր է Ադրբեջանը փորձում այսպես կիսատ պռատ քայլերով դրան պատասխան տալ։ Շնորհակալություն արդ։ Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ուղղված բազմաթիվ դիմումները, ահազանգերը հիմնականում բնակարանային առողջապահական հանրային ծառայությունների ոլորտներին են առնչվում։ Այս խնդիրներն ավելի սուր եւ լուրջ բնույթի են Շիրակի մարզում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Ամասիա եւ Աշոց համայնքների բնակիչների հետ։ Արցախից բռնի տեղահանված 18 ընտանիք է ապրում Ամասիայի տարածաշրջանի բնակավայրերում։ Զբաղվածության խնդիրը հողագործությամբ, անասնապահությամբ ինչ-որ չափով լուծել են, բայց բոլորին մտահոգողը բնակապահովման հարցերն են։ Վարձակալությամբ են բնակվում, թեև օգտվում են պետական աջակցության ծրագրերից, նաև բնակապահովման ծրագրի շահառու են ճանաչվել, բայց Ամասիայի բնակֆոնդում աջակցության գումարին համապատասխան բնակարան չեն գտնում։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը արցախցի ընտանիքներն այս հարցի մասին բարձրաձայնեցին։ Խնդիրը համակարգային լուծում պահանջող է, նշեց Անահիտ Մանասյանը։ Հարցը խոստացավ պատասխանատու գերատեսչություններին ներկայացնել։
Մարդու իրավունքների պաշտպանը ինքը օժտված չէ նմանատիպ դեպքերում վարչակառավարչական լիազորություններով եւ լծակներով եւ ինքը չի այն մարմինը, որը պետք է կարգավորի այս խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթը խնդիրները ոչ միայն բացահայտելը եւ բարձրաձայնելն է, այլ նաեւ դրանց լուծումներ պահանջելը եւ նաեւ պարզաբանումներ պահանջելը։ Իսկ խնդիրները բազմաթիվ են ու բոլոր ոլորտներում, որտեղ մարդու իրավունքների խախտման դեպքեր են արձանագրում։ Հայաստանի բոլոր բնակավայրերից պաշտպանի գրասենյակը բողոքներ ահազանգեր է ստանում։ Դրանցից մեկը վերաբերում է մարզկենտրոններից հեռու գտնվող բնակավայրերում հանրային ծառայությունների հասանելիությանը։ Ամասիայի զինկոմիսարիատի տեղափոխումը Աշոց կամ անձնագրային ծառայությունների միավորումը մեկ վայրում խնդիրներ է ստեղծել գյուղաբնակների համար։ Մի շարք բնակավայրերում այդ ծառայությունները կենտրոնների տեսանկյունից, այն նկատի ունեմ գրասենյակների տեսանկյունից, այս պահին այլևս չեն գործում եւ մի փոքր այլ տրամաբանություն է որդեգրվել, բայց պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն շատ երկրների, որտեղ այս մոդելը գործում է, Հայաստանում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ ճանապարհների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առկա, հանրային տրանսպորտի հետ խնդիրներ են առկա, քաղաքացիները սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն եւ հատկապես հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում։ Ամասիայի համայնքապետը այլ ենթակառուցվածքների բարեկարգման հարց եւս ներկայացրեց։ Կլաստերային դպրոցների կառուցումից հետո հարևան բնակավայրերից աշակերտների տեղափոխման խնդիրն է անհրաժեշտ լուծել, իսկ մի շարք գյուղեր իրար կապող ճանապարհների հիմնանորոգումը դառնում է առաջնահերթ։ Գյուղական բնակավայրերից հասնող դիմումների բովանդակությունը շատ քիչ է տարբերվում քաղաքայիններից, որոնք հիմնականում առնչվում են բնակարանային սոցիալական հարցերին։ Շիրակի մարզից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված դիմումների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է։ Երկրաշարժից տուժածների մասին է խոսքը եւ այդ խնդիրները դեռևս ցավոք սրտի ամբողջությամբ չեն լուծվել։ Դրա պատճառները տարբեր են, կամ որ ընտանիքը բազմանդամ է դարձել, կամ որ ընտանիքի անդամները երկրից հեռացել են, հետո վերադարձել են հետ Հայաստանի Հանրապետություն նորից։ Սրանք նույնպես համակարգային խնդիրներ են։ Դիտարկելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքերը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգիչ է համարում միջավայրի մատչելիության խնդիրը Հայաստանում։ Սա արդեն հանգեցնում է հաշմանդամություն ունեցողների իրավունքների խախտումների տարբեր ոլորտներում։ Պիտի հատուկ շեշտադրեմ մատչելիության հետ կապված հարցը, որը ամբողջ հանրապետությունում է առկա եւ բնականաբար նույնը վերաբերում է Շիրակի մարզին եւ նույնը վերաբերում է հենց Գյումրիին, որովհետեւ միջավայրն ընդհանուր առմամբ մարդկանց համար մատչելի չէ։ Բնականաբար միջավայրի մատչելիության բազմապիսի կարծրատիպերի առկայության պայմաններում շատ դեպքերում խաթարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքն ի սկզբանե, որովհետեւ նրանց մի մասը կամ կամ հիմա էլ չի կարողացել պատշաճ կրթություն ստանալ։ Մարդու իրավունքների պաշտպանը նախադպրոցական կրթության իրավունքի ոտնահարում է համարում նաև հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանում իրականացրած օպերատիվ քննչական գործողությունների պատճառով քաղաքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքի խաթարումը։ Այդ օրը պաշտպանի գրասենյակը ահազանգեր է ստացել։ Դարձյալ երեխաների կրթության իրավունքի հանգամանքը նկատի ունենալով սկսել ենք նաև ուսումնասիրություն այդ հարցի վերաբերյալ եւ բնականաբար այս փուլում նաև շարունակում ենք ընթացիկ process-ը հասկանալու համար թե մարդու իրավունքների տեսանկյունից ինչ հարցեր կարող են լինել։ Անահիտ Մանասյանը այցելել է նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Հիմնականում կարող եմ հստակ նշել, որ խնդիրները այն համակարգային հարցերն են, որոնք միշտ են բարձրաձայնում Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում ձերբակալված անձինք, մեծամասամբ, եթե հավաքներին է հարցը վերաբերում, մեծամասամբ խոսում են այն մասին, որ իրենց օրինակ օրինական պահանջ չի ներկայացվել կամ իրենց հստակ չի ներկայացվել օրինական պահանջը, հետո դրանից հետո իրենց ազատությունը սահմանափակվել է ու նմանատիպ մի շարք այլ հարցեր։ Աշխատանքային այցի ավարտին մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետի հետ։ Քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Երևանում, Արտաշատում, Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում։
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական պլանային գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գմեկ եւ Սիլիկյան թաղամասերի գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 20 Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մասնակի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10-ից մինչև ժամը 17 Արմավիրի մարզի Հայթաղ, Գեղակերտ, Արատաշեն, Ակնալիճ, Արշալույս, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին առայժմ։